Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ուղիղ եթերում Նոյան Տապանն է, տաղավարում հյուրընկալել եմ Քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանին։ Նոյան Տապանի հետևորդներին հիշեցնեմ, որ Նոյան Տապանի ուղիղ եթերները կարող եք հետևել Նոյան Տապանի պատրոնում, Facebook-յան եւ YouTube-յան էջերում։ Բարև ձեզ, պարոն Շիրինյան, շնորհակալ եմ, որ մեր տաղավարում եք։ Շնորհակալ եմ, որ կարողացել եք հասնել եւ գալ ուղիղ եթերի։ Պարոն Շիրինյան, անդրադառնանք երեկվա միջադեպին Սուրբ Աննա եկեղեցում վարչապետին հարվածելու փորձարած երկօրյա կեղբայրներ Դավիթ եւ Միքայել Մինասյանները ուժով բերման ենթարկվեցին եւ ձերբակալվեցին, նախաձեռնել է քրեական վարույթ։ Դեպքի հետ կապված արձագանքները տարբեր են, դրա համար ուզում եմ անպայման անդրադառնանք։ Վարչապետը եկեղեցուց դուրս հայտարարեց, որ ոստիկանությունն իր պարտականությունները կատարելու համար լրացուցիչ հրահանգավորման կարիք չունի։ Հանրային կարծիքը այն է, որ թիկնապահները միտումնավոր մխրճվում էին եւ դիտավորյալ սադրեցին, որ այս միջադեպը տեղի ունենա։ Ձեր կողմից արված արձագանքը հետևյալն էր, որ ոտնձգությունները պետական իշխանությունների եւ նրանց ինստիտուտների հանդեպ պիտի կասեցվեն բոլոր միջոցներով եւ կտրուկ։ Հիմա ձեր կարծիքով այս գործընթացը ձերբակալությունը իրավաչափ գործողություն է, թե իշխանությունը ավելի շատ կիրառում է վախի մթնոլորտ ձևավորելու համար։ Քիչ է, այսինքն քիչ է։ Ես եթե ավելի կոնտեքստը նայենք կամ համատեքստը, պիտի նայենք, թե ազգային ժողովի նախագահի հետ ինչ էր կատարվում, ովքեր էին եւ ինչ էին անում։ Դա այնտեղ էլ արդեն կան ձերբակալված։ Շարունակենք էլի, սա երկուսը, մեկը նոմինալ, ազգային ժողովի նախագահ պետական պաշտոնն է բանում պարլամենտական հանրապետությունում, մենք խորհրդարանական ենք, իսկ վարչապետը պետության գլխավոր դեմքն է, գործադիր եւ կուսակցության այն նախագահն, որը ունի մեծամասնություն, ճշգրիտ մեծամասնություն, էլի։ Հետևաբար, եթե այս դինամիկան նայում ենք, նաեւ այն Սամվել կոչվածի դեսանտը, այդ հեծի պատմություն եւ այլն, եզրակացնում ենք, որ Հայաստանում գնում է էսկալացիա, բռնության, պետական իշխանության տապալման եւ այդ իմաստով ռուսական սեգմենտը չի փոխել մարտավարությունը, պատերազմից հետո, որի պատճառներից մեկն էլ իշխանափոխություններ Հայաստանում, շարունակվում է մնալ գլխավոր հարց։ Եվ այսպես հիմա տեսեք դուք էլ ձևակերպեցիք Թիկնազորը եւ այսինքն ստացվում է Հայաստանում մեղավորը պետական իշխանությունն է, մնացածները անմեղ գառներ են եւ նման բաներ։ Հիմա վերցնում ենք աշխարհում ամենակազմակերպված պետություններից մեկը եւ ժողովրդավարական պետություն անշուշտ Իսրայելը, դուք նման վիճակ կարող եք տեսնել եւ մեկնաբանել լինել անպայման վարչապետին ազգային ժողովին խեղճ երեխեքի մոտ սխալ հանել, դա բացառված է։ Ես ավելին եմ ասելու, ես պետական իշխանությանը զգուշացնում եմ, ինձ թվում է իրենք դա հասկանում են, եթե չեն հասկանում, դա իրենց խնդիրն է, եւ որպես կուսակցության նախագահ, որպես քաղաքացի եւ քաղաքագիտության դոկտոր, ես մեկ ինձ մասնագիտական բանով եմ ասում, առանց երեսպաշտության եւ առանց համեստության, նաեւ Սուրքի համար եմ ասում։ Սա ուրեմն պետության առաջի դեմքերի հանդեպ տերորի քաղաքականությունն է, որը խրախուսվում է եկեղեցու կողմից, գոհապետության պարագլուխների կողմից, հավանաբար ընդհատակ կա նաև շատ լուր համաձայնություն է կարծես թե ստացվում Ռուսաստանից, արձագանքներ չկա, Մարիա Զախարովան էլ չի քննադատել, չէ վարչապետին։ Դեռ չէ, բայց կքննադատեն այն վայրահաճող կրեմլյան արմիաշկեք կան, ես է կսկսեն վարչապետի եւ պետության դեմ, գուցե եւ մեր դեմ, այդ էլ բացառված չի, եւ ես ասում եմ, որ Հայաստանում նախապատրաստվում է մահափորձ, եւ մահափորձ առաջի դեմքերի հանդեպ է։ Պետական իշխանության մարմինների պատասխանատուներին էլ ասում են, որ հերիք է ամփոփություն, այդ հանգստություն եւ այլն, հավաքեք փողոցից եւ վերջացրեք։ Եղավ, ուրեմն սա է հարցը, ոչ թե մնացած անմեղ երեխեքը եւ այլն, այնտեղ հենց անմիջապես լինում է, մեկ էլ որ նման բան պատերազմի մասնակից է կամ մասնակիցի հարևան է, կամ հիվանդ է, անառողջ է, չգիտեմ ինչ ասես խոսում են։ Ուրեմն մեզ հայության ասում եմ այսպես, իսկապես եմ ասում,
Մենք կանգնած ենք ճգնաժամային զարգացման առջև, կամ մեր պետությունը մնալու է 30,000 այս կրճատված եւ մարդկային քանակի իմաստով 3 միլիոն ազգաբնակ կամ ենք ընդմիշտ գոլոշյանալու ենք, սա նկատի ունեցիք, 1000 բան կարող եք խաղալ, մեկին կարող եք կատել, մյուսին չատել, կարող եք KGB-ի եւ ռուսական փողերով լավ ապրել, կարող եք կողոպտեք եւ կույսի նման մանգակ եւ չպատասխանեք թե ունեցվածք ինչը, կարող եք 1000 բան ինչ-որ եղել է, բայց մենք ճգնաժամային զարգացման առաջ ենք կանգնում եւ ակնհայտ է մի բան, որ Մոսկվայի արժե, որը համընկնում է Մոսկվայի կողմից տրված հարցը, լիկվիդացնել Հայաստանի պետականությունը, համընկնում է Ղարաբաղյան կլանի պարագլուխների եւ Մոսկվայից գործողված օլիգարխիայի եւ այլ շահերի հետ, հիմա սա կամավոր են անում, թե ոչ կամավոր, դա այդքան կարևոր չի։ Հիմա դա ինչ է նշանակում, դա նշանակում է, որ հաջողորդի են կեսունակ մասը, որը այսքան տարի, 30 տարի կեղեքվեց, բայց պետությունը պահեց, ինչպես ասում են, իր զավակին ռազմաճակատում պահեց, հիշում եք չէ, որ կոշիկն անգամ տանում էին մարդիկ, ես տեսել եմ, եղել եմ հետները, թե հետ ինչ է, ես եւ այն տառապանքով ես պետություն հասցրեց միտեղ եւ մեր համար հայտնվեցին դաշնագիցներ, իսկական, դաշնագից բառը եթե կարող եք, չեք ուզում կարող եք չօգտագործել, բայց աշխարհի 3 խոշորագույն միջուկային տերություններ այսօր Հայաստանի բարեկամն են, ուրեմն ասեմ ձեզ, Հնդկաստանը հերթով եմ ասում, նշանակությամբ տարբեր են, Ֆրանսիան, Միացյալ Նահանգների մասին չեմ ասում, չեմ ասում Եվրոխորհրդի բարյացականություն եւ այլն, եւ Իրանում, Իսլամական Հանրապետությունում պատերազմի ավարտը, որ լինելու է մի օր, որ շատ ավելի դրական ֆոն է ստեղծում Հայաստանի Հանրապետության եւ անվտանգության համար եւ առաջընթացի եւ զարգացման համար, իսկ իմ կուսակցության տեսանկյունից քրիստոնյա ժողովրդավարական Հայաստան ունենալու համար, իսկական անկախ, իր շահերը ճանաչող, բոլորի հետ փոխհարաբերվող, մեկից հեռացող, մեկի մոտիկացող, ըստ Հայաստանագենտրոն այդ ընկալումն է, այնպես որ այսպես ուրեմն կամ են լինելու, հիմա ասեմ պատմական, ես ճիշտ եմ համարում միշտ պատմական զուգահեռներ անցկացնել մեր պատմության առումով, որ հասկանանք, 1920 թվականին, երբ որ Սևրում բանակցություններ էին գնում, անգլիացիները շուրջ 45,000 միավոր զենք, հանդերձանք եւ այլն էին Հայաստանի բանակին տվել, եւ Կարսը Հայաստանի Հանրապետության մարզը եւ ամրոց Հայաստանի Հանրապետությանն էր, Նախիջևանը, որ անգլիացիների շնորհիվ միացվել էր Հայաստանի պետությանը եւ Արցախի արծել գոյություն չուներ, քանի որ Կարմիր Ռուսաստանը դեռևս էլ չէր սադրել, որ արեց հայ անիծված բոլշևիկների կողմից, այդ սերնդի կողմից, ընդ որում այդ անիծված բառը չեմ սիրում, բայց ուղղակի այլ որակ չեմ կարողանում գտնել, էլի, ուրեմն այն ժամանակ ինչ եղավ, հայ այս սողունը, հայ հակապետական սողունը միշտ այդպիսի շեր տեղել տարերով այդ մեր մեջ վախկոտ, քծնող, սերվիլիստ Միքայել Վարանդյանն ասում էր, որ Աստված ասում էր ժողովրդի մեջ իսկական սերվիլիստներ կան, ընդ որում դա փառահեղ ազգային ազգագրական պայքարի փառահեղ ղեկավարներից մեկն էլի, եւ զարմանում էր թե այսքան սերվիլիզմը որտեղից եւ այլն, ուրեմն ինչքան որբ կար հայ բոլշևիկ, որբ էին Թիֆլիսի մենշևիկյան կառավարությունը դուրս քշեցին երկրից քացով, շանսատականերով լցվեցին Հայաստանի Հանրապետություն, դա գարնաններ, հիմա փողոցներ կան, Ամիր Խանյան, այնտեղ ինչ, Ամիրյան, Խանջյան, այս բոլորը լցված է Հայաստան, այս բոլշևիզմը չի վերջացել, եկան եւ սկսեցին Հայաստանի կառավարությունը, որ դաշնակցության կառավարություն էր, իրականում ինտելեկտուալներ եւ հայրենասերների կառավարություն էր, բայց սոցիալիստ էին։ Մի լոզունգ ունեին, էլի դե հայերն էլ ինչ անենք։ Այդ հայերը եկան առաջինը պետությունը տապալեցի ռուսների հրամանով, հետո իրենց մաման լացացրին։ Հենց նույն որ փախստական դարձրեցին նրանց, ովքեր որ տասնյակ տարիներ Հայաստանի համար կռվել էին։ Պատմությունը կրկնվում է բառացիորեն, բայց այստեղ ուրիշ բան կա։
այս կառավարությունը սոցիալիստական չի եւ չպիտի այդ անհեթեթությունների գաղափարական լինի եւ ռեալ պոլիտիկի տեսակետից պիտի պաշտպանի պետությունն ու պետական իշխանությունը եւ դա իրենց պատասխանատվությունն է առաջին հերթին ժողովուրդն պիտի կանգնի կառավարությանը թիկունք եւ այսօրվանից պիտի պահանջի այդ ձևակերպումը հա անհեթեթ այդ բերման ենթարկեցին նայեցեք հայոց լեզվով շարադասություն ես լեզվի պետական կոմիտեին եմ դիմում եթե կա այդպիսի ինչ է նշանակում բերման ենթարկել սա հայոց լեզվով չի ուրեմն այս ձևակերպումները չհավաքեն բերման ենթարկեցին հետո բեկը տեսար կերած խմած դուրս վազեցին այստեղից այս բոլոր օրենսդրությունը պիտի աշխատեցնեն այդ իմաստով եթե շարունակվես Հայաստանը վտանգի մեջ կհայտնվի բայց ներքին խնդիրներով ոչ թե դրսից բան գա քանի ամերիկացիները կան իրենց պայմանագրով Հայաստանի դրսից ոչ մի սպառնալիք չկա չի լինելու եւ տեսեք Իրանն էլ շնորհակալություն է հայտնել Հայաստանի կառավարությանը եւ նման բաներ ինչ եմ ուզում ասել այս դրական ֆոնի վրա պիտի այս բոլորը կազմակերպել եւ սրանց որտեղ տեղը տնեն ինչպես ասում են չնայել ընտրությունների ինչ կան կողոպտած մարդկա ցուցակներում են կուսակցություն են ստեղծել սա պիտի կասեցվի թե չէ եւ պիտի կազմակերպել ժողովրդավարական ուժերի Հայաստանի անկախության ուժերի, այսինքն ռուսական սեգմենտից դուրս բոլոր ուժերի համար պայմաններ պիտի ստեղծել եւ հանգիստ վիճակ կնա դեպի ընտրություններ խոսքս ավարտում եմ հետեւյալով որ ժողովրդավարությունն այնքան արժեք ունի որ առաջին հերթին ինքը կարողանում իրեն պաշտպանել ուրիշ ինչ է ժողովրդավարությունը բայց ժողովուրդն է պիտի ժողովրդավարություն պաշտպանի եւ դատապարտում եմ այն ձևակերպումներ տեղի մամուլի կողմից որ գիտեք ինչ կա ես արեց կարծես վարչապետին ուրեմն ոնց ասեմ պետական իշխանության պաշտոնյաները ուրեմն պետք է քույրիկ լինեն իրենք պետք է գրոհեն եթե նրանք պատասխանում են ուրեմն սկսում են այդ վակխանալիա սա թշնամական գործողությունից ավելի չի կարող բայց նաև իշխանության ներկայացուցիչները կարող են չէ խուսափել նման միջադեպերից իմանալով մտել է ոչ մի բան ճամփա մի բացեք պետական իշխանության մարմինը պարտավոր է տվյալ բարակայում վարչապետին պաշտպանել այդպես է թե չէ պարտավոր է չէ եւ վարչապետը կարող է գնալ պատարակի չգիտեմ հիմա գնացել է չի գնացել իր գործն է բայց որ պիտի բազար սարքեն եւ մի հատ էլ քաշքշուկ փորձեք Իսրայելում արեք չեմ ասում ոչ դեմոկրատական երկրներ դրա մասին չեմ ասում կհամարձակվեք Ավստրալիայում նման բան անել հələ փորձեք ամենադեմոկրատական երկրների օրինակներ են բերում Ֆրանսիայում կարող եք ցուցարների դեմ հիշում եք չէ ինչեր են կատարվում ուրեմն դա ինչ է նշանակում պետությունը խաղով պարչի եւ ուրեմն մնացածը պետք է լուծվի խաղաղ շատ նորմալ պայմաններ պետք է ստեղծվեն եւ ընտրությունները պետք է կայանան նման միջադեպերը չպետք է այս ասեցի իմ գնահատականով էսկալացիան եթե նայում ենք իրենք շոշափում են ինչպես հանրության տրամադրությունը ստեղծում են վիճակ պետական terrorի հակապետական եւ մահափորձերի համար պետության առաջին դեմքերի մասին է մենք առաջիկայում կարող ենք լսել որ տեսեք նաեւ ուրիշ կողքերից սրան նրան են այսպիսի բան արել դեմոկրատական հարցումներ արել եւ այլն մի խոսքով ուրեմն պետք է այս բոլորը եւ դա վտանգավոր այդ գիծը կա մենք 27-ը տեսել ենք թե չէ տեսել ենք այդ 27-ի ապրած սերունդ ազգային ժողով նստած կա թե չկա մենք Ղարաբաղում Արցախում հայրենիք հանձնած գեներալների լսել ենք թե չէ պաշտոնյաների գիտենք թե չէ այս նախագահ կոչվածները Արցախում պատերազմը 44 սկսվելու առաջի պահից Արցախում են թե չէ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ ով էր կանչել, ինչ էին անում այնտեղ, ռազմական գործողությունների գոտում ով էր թույլատրել եւ այլն։ Հիմա ինչ եմ ուզում ասել, այս բոլորը բան է անում եւ պետությունը պիտի պաշտպանվի։ Մենք իրավունք ունենք մեր պետականությունը գործնելու։ Պետական իշխանության պատասխանատուները դրա համար առաջի պատասխանատուն են, ոչ բան չկա։ Իսկ մնացածն են այսպես Եթե օրենք խախտում էր, բայց օրենքի այս մարդիկ ինչ են անում, որ օրենք են խախտում, ուր գնում են սկսվում է
Դե այստեղ իրենք էլ մտածելու ինչ որ Ես էլ ասեցի մտածեք եւ երկիր կարգի։ Ես չգիտեմ ճիշտ ասած հանդուգորեստերություն կա, բայց առաջարկ ունեմ։ Եթե իրավիճակը սրվի, ազգային ժողովը պարտավոր է երկրում արտակարգ մտցնել։ Ընտրություններից առաջ։ Ընտրություններից առաջ, ընտրությունը չի գլխավորը, ոչ էլ շատ բաներ են գլխավոր։ Առաջինը պետականությունն է, երկրում կարգ ու կանոն հաստատել եւ կազմակերպել։ Սա էլ արդեն ուրիշ թեմա կլինի քննարկման, պարոն Շիրինյան։ Ես ասեցի տեսակետը Առանցայն էլ ասում եմ, որ Նիկոլ Փաշինյանը գնում է դեպի դիկտատուրա, արդեն սա էլ այլ խոսակցություն։ Ուր է գնար, այդ ցավը տալեմ, ուր է գնար, այս ձևը դիկտատուրա գնում, որտեղ եւ այլն, այս տեսնում եք էլի։ Հիմա կարելի է, ասենք, որը մեկը չվիրավորելու, քաղաքական հավգուրությունը մասնագիտություն է դառնում։ Զգանում եք ոնց, ասիկ ոնց։ Հիմա քանի դիկտատուրան այդտեղ էլ է Սերժի ժամանակ, Ռոբերտի ժամանակ խփում էին, չէ՞։ Խփում էին, տոկոս էին խփում, ունեցվածք էին խփում։ Օրը մեկ լսում ենք այս Պաշտոնյանը սպանվել, այս վթար եղել, այդպես եղել է թե չէ։ Այսինքն ինչ է, այս մարդիկ, ես հակառակն եմ։ Իրենք պարտավոր են օրենսդրությունն ամբողջովին աշխատեցնել, ես կամ բան։ Եթե օրենսդրությունը նորմալ աշխատեցնեն, պետական իշխանություն ամեն ինչ կարգավորի, որովհետև մենք դրանց հերոսությունը, հերոսական ճողոբրելը տեսել ենք Արցախից այդ գեներալների։ Ինչպես են Ալիևի թրի տակից փախել, չէ՞։ Գեներալներ մասին։ Ընդ որում այդ փախած Արի համար վարչապետին էլ եղավ։ Վարչապետի ժողովրդի վրա գցեցին, չեմ իմանում վարչապետը։ Ես գեներալներին եմ ասում։ Վարչապետը ժողովրդի մասով ասեց, ես չեմ ասում, չեմ քննադատում, բայց ժողովրդի մասով չի ասում։ Ղարաբաղյան էլիտայի մասին է փախած են, ճողոբրած են։ Ինչ որ չափով գիտեմ, թե հանցնամ մարմինը ինչպես էին նախապատրաստում ժողովրդի նորմալ ընդունելու համար, երբ որ իրավիճակը ծայրահեղ էր։ Խոսքը գեներալների, ազգային հերոսների ճակերտարանի մասին է։ Բոլոր Ալիևի թրտակով անցել են, ԿՊՊ-ով անցել են, չէ՞, ադրբեջանական, Հակարիից։ Դրա համար ավելի լավ կլինի որ հանգիստ մնան այստեղ։ Իսկ ովքեր որ պիտի ազատագրեն, դեմ չեն գնացել, չէ՞ որ ճեղքեն բանը, սովետական բանակը ճեղքում մտնում էր միտեղ, ճեղքեին մտնեին դեպի Ստեփանագերտ։ Տեսեք, դուք խոսում եք, որ պետական հեղաշրջման վտանգի մասին եմ խոսում։ Պետությունը պատրաստ է եղել պատերազմի այդ հայաթափման գործընթացին արդեն նախապատրաստվել է։ Հայաթափման գործընթացին չի, իր ժողովրդին ընդունելու։ Ժողովրդին ընդունելու, իսկ օրինակ Հրազդանում քաղաքացիների հանդիպման ժամանակ Ռոբերտ Քոչարյանը երբ հանդիպում էր, Աղվան Վարդանյանը ժողովրդին հորդորում էր հիշել, թե ինչպես էին Ադրբեջանի հայր ու որդի ղեկավարները խղճացած կանգնում Ռոբերտ Քոչարյանի առաջ ու ոնց են հիմա առույց կտրած կանգնում ներկայիս չգիտեմ ինչի առաջ։ Հայտնի որպես մի բառ չեմ ուզում ասեմ, այսպես հայտնի աճպարար քաղաքական։ Ես հիշեցնում եմ հերոսական ուրեմն Քոչարյանի դիմաց ուրեմն բանակով, աղվաններով, ամեն ինչով, երբ որ Ալիևը խաչքարերը լսնում էր Արաքսի բանը, հերոսական այդ բանը ուր էր նախական իր կամարիլիայով։ Խաչքարերը մի շաբաթ է ջարդում լցնում էին, չէ՞, ստեղ նկարում էին։ Զորքով մտավ, չէ՞, Ագուլիսով դուրս եկան։ Եվ բանով են, Զեյվայով։ Աղվանը ինքը Զեյվայով մտավ եւ պաշտպանեց իր հայրենի գյուղը։ Խաչքարերը երբ որ լցնում էին Արաքսի ջրերի մեջ, չէ՞, Քոչարյանը չէր աշխատի իշխանությունը, հետո վերջացավ, փակվեց հարցը։ Կլոր է հարցը դեռ փակված չէ, որովհետեւ ձեզ համար է փակված, բայց ամեն դեպքում ընտրությունները ցույց կտան արդյունքները եւ եթե ընտրվեցին ինչպես ընդդիմադիրներից օրինակ Ռոբերտ Քոչարյանը, նա պատրաստ է այս իշխանության ներկայացուցիչներին տանել պատասխանատվության, որովհետեւ դա պահանջում է եւ ժողովուրդը, եւ նաեւ իր պահանջն է, քանի որ նա գալիս է հայ արժանապատվությունը բարձր պահելու համար եւ Հայաստանը ստեղծված իրավիճակից հանելու համար։ Արժանապատվությունը պահելու ժամանակը խաչքարերը երբ որ լցնում էին Արաքսի մեջ, այդ օրերն էր կոնկրետ։ Երկրորդ մասը, ասեմ ձեզ, ժողովուրդը այստեղ է, որ ժողովուրդը գիտի, որ ոչ թե պետք է պատժեն, ինչ որ մի քանիսը կարող է պատժեն, այս ժողովրդին են պատժելու Սովի աղքատության եւ արտագաղթի դատապարտելով։ Քոչարյանի ժամանակ ինչպես եղել է։
Դե կտեսնենք ընտրություններից քանի որ խոսեցինք, ամեն դեպքում ընտրությունների այս դինամիկային մենք նախընտրական պետք է հետևենք եւ հիմա խոսենք քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը հրապարակել է թեկնածուների ընտրության բոլոր քվեաթերթիկները ըստ նախնական արդյունքների Նիկոլ Փաշինյանը ամենաշատ ձայն է հավաքել 933, Սուրեն Պապիկյանը 842, Արարատ Միրզոյան 806 եւ թեկնածուի հետ կապված վարչապետի կրկին Նիկոլ Փաշինյանը 898 ձայն, Արարատ Միրզոյանը 12, Սուրեն Պապիկյանը 8, Արեն Սիմոնյանը 1։ Այստեղ երկու տեղն էլ Նիկոլ Փաշինյանն է առաջատարը։ Սա ինչի մասին է խոսում։ Արդյոք կուսակցության ձայների այս ճնշող մեծամասնությունը իրոք է ստացել Նիկոլ Փաշինյանը, թե ասեմ ԿՊ-ն օգտագործել է ուրեմն դրական համակարգերում օգտագործող մի պրոգրեսիվ սկզբունք, որ ես Սերժի տարիներին ընտրությունների ժամանակ առաջարկում էի պրեֆերենցիալ սկզբունքը մրցույթը կուսակցության ներսում կուսակցության համարները այդ առաջադրվածների ցանկը կազմում եք ըստ ձայնատվության առաջինը, երկրորդ, երրորդ պրեֆերենցիալ սկզբունքը կոչվում, սա շատ պրոգրեսիվ է, ես հիմա ձեզ չեմ խոստանում, քժական հաջորդ ընտրություններին եթե լինի, որտեղ մենք այն կազմավորման ընթացքում բոլոր դեպքերում գտնվող կուսակցություն ենք, դա դեռևս մի քիչ հնարավոր չի, հաջորդը, եթե Աստված բարեհաջող մեզ անցկացնի դեպի անկախության այն ճանապարհ, որ ուզում ենք, շարունակական, եւ դա այդպես լինելու է, ես քժական կլինի երկրորդ կուսակցությունը, որը պրեֆերենցիալ կամ մրցակցային տեղերով կառաջադրի իր թեկնածություններ, ցուցակը կկազմի։ Միայն ողջունելի է, այնտեղ հանրապետականը փողով էր, չէ՞, ասում էին, ես ինչ-որ լսել եմ, դուք ասում են կուսակցություններ կա, ասում են ով իշքան գումար է տվել, տեղն էլ գնել եւ այլն։ Հիմա ճիշտ է սխալ է, սա այն աղդոտ շրջանին է վերաբերում։ Ուրեմն տարել են, այդ ինչ ապացուցում։ Ես ասեմ հետևյալը, որ իհարկե շատ բաներում տեսեք անվտանգության հարցերում ես այլ տեսակետ ունեմ, քան իշխանություններ։ Դեմոկրատիայի պաշտպանության բացարձակապես այլ տեսակետ ունեմ, ավելի խիստ եմ, քան իրենք եւ այլն։ Բայց այս բարակայում ինչ է ապացուցում սա։ Սա ապացուցում է, որ կուսակցության ներսը առողջ է, մրցույթ կա։ Հիմա ձայնատվություններ ժողովրդավարության սկզբունքն է, չէ՞։ Հիշում եք մեր խոսքը ձայն բազմած, ձայն Աստծո։ Սա քրիստոնյա դեմոկրատական սկզբունք է, ձայն բազմած, ձայն Աստծո։ Եվ այդ սկզբունքը կիրառվել է, այնտեղ նշանակում է, որ վարչապետը այդուհանդերձ մնում է հեղափոխության առաջնորդ իրենց մեջ, իրենց գիտակցության մեջ, եւ երկրորդը նորմալ է, որ ինքն է առաջին, ես կասկածել չունեմ, որ այդտեղ խախտում չի եղել, բայց հետաքրքիր ուրիշ բան կա, պետության գլխամասի առաջի դեմքերը պահպանել են իրենց տեղերը։ Բացի Ալեն Սիմոնյանը հավանաբար մի քիչ խստություններ ունի, երբեմն խստություններ ունեցողին մի քիչ պրոբլեմներ է լինում, էլի, այնպես որ այդքան էլ բան չի, օրինակ ես չեմ իրենց գործն չեմ միջամտում, բայց կարծիքի հարցերը կազմում են։ Ինձ թվում էր Կոնջորյան Հայկը ավելի պիտի վերև լինի։ Ավելի վերև է, քան Ալեն Սիմոնյանը։ Հա, բայց ընդհանրապես ավելի վերև, որ նա ինտելեկտուալ է։ Հիմա գուցե սխալ եմ, գուցե ճիշտ եմ, բայց ես չեմ ուզում այդ խառնեմ։ Ես իշքան հիշում եմ, նաև Ալեն Սիմոնյանը եղել է, ես կրթության կենտրոնում նորմալ է, էլի, իրեն կրթությունից եմ ճանաչում, ես ինչ-որ ժամանակ։ Ամեն դեպքում ով որ տեղում է երկրորդ է առաջին է կամ ինչ է, այս համարում եք, որ սա ազնիվ եւ վստահ, որ ազնիվ քվեարկություն հիմա դժվար է, թե հիմա չեմ կարող, հիմա ես իրենց մեջ չեմ եղել, չեմ էլ ուզում լինեմ այդ իմաստով, բայց որ ընտրության մեջ եղել են մրցույթ է եղել, հաստատ է, խախտում չի եղել, այն որ առաջինը այսօրվա իմաստով վարչապետն է, երկրորդ Արարատ Միրզոյանն է, հետո Սուրեն Պապիկյանն է, մյուսն էլ ասեք։ Այս պահին արդեն չորրորդը չեմ հիշի։ Հա, այս հենց այս հիերարխիան ապացուցում որ ընտրությունը եղել է ճիշտ։
Հիմա տեսեք Սուրեն Պապիկյանին, որ ես ընդհանրապես ոչ առնչվել եմ, ոչ ճանաչում եմ, ոչ գիտեմ։ Բայց որը այս կամ բանակի վերազիման եւ այլնի լավ վատ այդ գործերը արտակի մասը գիտեմ, Հնդկաստան եւ այլն, բա որտեղ պետք է լիներ։ Այ ով պետք է լիներ։ Հասկանում եք ոնց է, նորմալ է։ Մնացածը ինչ ասեմ, ընտրությունները միջև անկախատեսելի բան ունեն, բայց վիճակագրության տեսություն կա, էլի, այդ բոլոր գիտությունների մեջ վիճակագրության տեսանկյունից տեսության շրջանակներում նորմալ ընտրություն է եղել եւ բառը կրկնում է, որ մարդիկ իմանան։ Դա եղել է, այո, պրեֆերենցիալ մարդիկ առաջադրում են առաջի տեղ երկրորդ, ուրեմն տեղավորում են կուսակցության ներսում եղած ընտրությունների բարագայում։ Ես ասեմ, որ այդ տերմինը առաջին անգամ ես եմ կիրառել, բայց կիրառել եմ Սերժի Վախճանի տարի, որ ընտրվեցին հետո, ես այն ժամանակ բանում, ինչ-որ մի խոսքով այդ գործընթացներ վերլուծական բաներ է անում, ես եմ առաջինը հաստատում շրջանառել, որ պիտի կիրառել այդ պրեֆերենցիալության սկզբունքը, բայց ասում են հանրապետականը դա արել է, ով շատ փող կտա առաջին է գնացել, ես ասում եմ, ով զայն շատ կստանա ներսում, ես տես խոստանում եմ ԿԺԿ-ն հաջորդ ընտրություններին կգնա նույն սկզբունքով ընտրության, ով որտեղ կստանա, նայել առաջի, երկրորդ, երրորդ, չորրորդ տեղեր կստանա։ Պարոն Շիրինյան, քանի որ խոսեցիք ձեր տեսակետից արդեն տեսակ, որ ես դուր գալու ոչ բան չեմ ասում։ Մի հարցել եմ ուզում տալ։ Նիկոլ Փաշինյանի այս այցերի ժամանակ արդեն որ երրորդ անգամ բնակիչները մոտենում են աշխատանքի հետ կապված, աշխատանքի տեղավորման։ Եվ կարծես թե Նիկոլ Փաշինյանը խոսում է, այսինքն մարդիկ խոսում են ավելի շատ օտար երկրի աշխատակիցների մասին, մենք հասկանում ենք դրանք հնդիկներն են եւ այլն աշխատատեղերի մասին։ Ինչու այս հարցը չի լուծվում, ինչու են տեղացիները մնում անգործ, իսկ մենք դա գիտենք, բայց արդյոք իշխանությունները սրա մասին, տեսեք Նիկոլ Փաշինյանը ասում էր Տավուշում կա գործարան, որտեղ 400 թափուր աշխատատեղ կա եւ կարող են դրսից մարդկանց բերել եւ նրանք կարող են աշխատել այդ աշխատատեղերում։ Սա մեր հանդեպ Եվրոպայում նման դեպք եղել է պատերազմից հետո։ Բայց թուրքերը Գերմանիայում ոնց են հայտնվել։ Կային աշխատանքի տեսակներ, չէ, որ գերմանացիները չէին անում։ Եվ Եվրոպայում, ով տեղի ժողովուրդը չէր անում, սևագործ եւ այլն, եւ լրացվեցին այդ ներգաղթյան։ Հիմա էլ նույնն է մոտավորապես։ Հիմա Հայաստանում Այսինքն աշխատանքի բովանդակությունն է, որ չեն անում, թե գուցե վճարման, գուցե… Ասեմ, հիմա ձեզ ասեմ, վճարումը այսպես է, գիտեք, որ երեկ էլ ես նոյեմբերյանում եմ եղել, Կիրանցում եմ եղել, ամեն ինչ օքեյ է, լավ է, նորմալ էլի, հատկապես Կիրանցում, այս բաների համար եմ ասում, Իջևանում եմ եղել եւ այլն, էլի, այդ շրջայցներ, ասեմ հետեւյալը, որ այո, աշխատանքի տեսակներ կան, որ չեն անում ցածր է վարձատրվում, որակն էլ վատ է, որակը վատ է, քանի որ հնդիկներն ներկա են, այս մեր, գիտեք, գործատերերը, տեսեք, գերշահույթ է, սրանցը շահույթ չի, մեծ մասը գերշահույթ է ապահովում, եւ այլն, հիմա ինչ եմ ուզում ասել, մի շերտ կա, որ չեն անում մեր ժողովուրդ, օրինակ ես Ալավերդիում էր մի տղա կա, ասում եմ, լավ էստեղ ինչ ես ուզում, բան է արամյանցների հիմա երևի կտեսնենք ինձ համար շատ հետաքրքիր ասում են Երևան գնամ շինարարության վրա աշխատեմ կամ բայց այնտեղ այդ ինքը ասում եմ բացառ չէ անտառը բան ավելի լավ չէ շինարարությունը ես տեսա որ աշխատանքի տեսակ կա որ հայ տղամարդը չի զմանել մենտալիտետի հարցը հավանաբար սոցիոլոգները նոր երևույթ է ուսումնասիրեն հնդիկները շատ ցածր են վարձատրվում ուրիշ բան կա, հավանաբար սրանց հարկային պատասխանատվությունը չկա, որովհետև ասենք 100 հոգի ձևակերպեն մեկի համար կվճարեն, դուք հայ բիզնեսմեն կոչվածին պետք է նայեք, ով է բիզնեսմեն, ով բիզնեսմենը չէ, հիմա դրա համար ինչ է պետք, ես լավ չգիտեմ նորմալ օրենք կա, թե չէ, երբ կկարգավորվի եւ վարչապետից ցույց տվածը կլինի, բայց որ ասեմ աշխատանքի տեսակներ կա, ինձ թվում է Հայաստանում այլևս ոչ հայ աղջիկն է անելու այդ ցածր բանի
որակ առաջինը նկատի ունենք, ոչ էլ հայ տղամարդ, սրա մասին պիտի մտածել, բայց թե խնդիր չի, կգան օտարներ կաշխատեն, մենք ինչի կգնանք, օրինակ, Հայաստանից գնում են Իսրայել, Երուսաղեմ, որ ես աչքով եմ տեսել, գնում են հրեաների, ճաշարաններում, գիշերը, ամանեղեն են լվանում, բայց այստեղ սպանես չեն անի, դպրոցները մաքրում են, որ նրանք այդ իրենց ընդ որում չեմ վիրավորում, ես դա քավլիցի, ոչ մի բան չունեմ հավակնություն, դպրոցներ են մաքրում եւ այլն, որ նրանք չեն ձևակերպում սրանց, հարկ եւ այլն, ձեռնտու է, երկուստը ձեռնտու է, մեկ աշխատանք չունի, վատը լավ է դա, մյուսը հարկը չի վճարում, ես հիմա դրա համար ինչ է պետք, մեր ընդհանրապես տնտեսական զարգացումը կարծում եմ հեղափոխական հեղաշրջման ճանապարհի վրա է կանգնած, առիթ տվեցիք նոր երևի ավելի հանգամանորեն ասեմ, աշխարհը սպասում է 4-րդ արդյունաբերական հեղաշրջում հեղափոխություն, քանի որ Ամերիկա Հայաստան պայմանագիրը կա, այն սենսոր այնտեղ, այն թրիփյեկ չկապենք, ինչ որ կա, սա Հայաստանին առաջ է մղելու 7 մղոնից քայլերով, եթե մենք շնորհք ունենանք, սա միշտ պիտի նկատի ունենա եւ կարծում եմ կունենանք, այդ դեպքում աշխատանքային հարաբերությունները օրենսդրորեն անպայման պիտի կարգավորվեն, տակից վրա, այդ եղածը գողը, այսինքն մենք գիտեք, օրենք որ լսում ենք, գիտենք օրենք հավասար բան է, օրենք հավասար բան չի, նայած որ օրենքը ում համար է նախատեսված, եթե երկիր եւ ով է կիրառում, եթե երկիրը եղել է գողապետական, դա լութոկրատ իշխանությունն է, ուղղակի շատ լավ է բնորոշում, ես հայ վերնախավ կոչվածին, որ գողավազակ տառան, գուցե լավ մարդիկ էին իրենց, գողապետական, ուրեմն այդ օրենսդրությունը ծառայել է իրենց, օրինակ ինձ համար անհասկանալի օրենք է պետական գերակաշահը, պետության, երբ որ մարդկանց կեղեքում են պետության անունից, մարդկանց Քոչարյան Ռոբերտը չէ, ջարդելով դուրս լցեց պետական գերակաշահ եւ բարձվեց այդտեղ սեփականություն կառուցելու տները այս մասին թող խոսեն, չէ՞։ Հիմա եթե այս պետք է նայվի, կարծում եմ այդ օրենքները պետք է կողքի դրվեն, որտեղ դրանք անհավասար մրցակցություն են առաջանում, որոշակի խավերի արտոնյալ պայմաններ եւ այլն։ Հիմա ասեմ հիմնական մտքից, ուրեմն Հայաստանը պետք է ունենա հակա օլիգարխիկ, հակա ուրեմն բանով ասեմ, որ ճիշտ է հակամոնոպոլիստական օրենսդրություն, մոնոպոլիաների, օլիգոպոլիաների զսպման օրենսդրություն, դա ասեմ, քրիստոնյա ժողովրդավարական բոլոր կուսակցությունների աշխարհի լավագույն հիմնական օրենքներից մեկն է, որ զսպում է մոնոպոլիայի առաջացումը, որը բացում է փոքր բիզնեսի, միջինի, արդար աշխատանքի բոլոր ճանապարհները։ Հիմա բախվիրն ասեմ, ես պետք չի շատ նստել չեղած իրավաբաններով այդ օրենքները բստերել, հինը վերել մեջտեղ նորից, չիմացածը ռուսականը հիմնականում։ Գերմանիան ունի փայլուն հակամոնոպոլիստական օրենսդրություն, որը մշակվել է Էրհարդի ժամանակ Ադենաուերի։ Գերմանիան դրա վրա է ծաղկել, քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության բաներից է։ Այսինքն, եթե մենք անցնենք, դա կդառնա մեր աշխատանքներից, հետո եթե մենք այդ օրենսդրությունը կունենանք կամ գիրառանք, նույնիսկ իմանանք թե տակը ինչ կա, շատ բաներ հասկանալի չի, որտեղ թաքցնում են, չեն ասում եւ այլն։ Մի բան էլ կա, որ հայ բիզնեսին է հատուկ, իհարկե չեմ ուզում այն խոշորների մասին է, տեսնում եք, բոլոր հարգերը թաքցրել են, պետությունը կողոպտել են, առաջի դեմքերի մասին է, չէ, այսինքն սա հակապետական շերտ է Հայաստանի ունեցվածքի տերը, խոսքը բիզնեսմենների մասին չի, որոնք ստեղծել են եւ այլն, այս բոլորը պիտի նայվի, դրա համար պաշտոնի նշանագործել պիտի նայել, զավակներին անգամ, պիտի նայել հայրը կողոպտիչ եղել է պետությունից կողոպտելու այդ ինչ օրենքեր, պետական գերակաշահի տեսքով եւ այլն, այս բոլորը պիտի տներ կողքի, թե չէ ինչ է, թե չէ վերարտադրվելու է Հայաստանը ինչ Բանդուստանի նման երկիր է, հիմա եթե ուզում եք, եւ Բանդուստանում էլ այդպես պետք է լինի, մեկը հարգը վճարի, մյուսը գողականություն անի, մյուսը պարլամենտարիզմի հանդեպ քաշքշի վարչապետին, մյուսը ազգային ժողովի հետ գնա հավասար վիճի, այս կողմ են կողմ, հավասարը իրանքների մասին է, բայց ոչ պաշտպանության, Համա պիտի դրանք արվեն, էդ էլ ասեմ ու վերջացնեմ, Հայաստանին նորմալ իմաստով սպասում է
4-րդ հանրապետության հիմնադրում եւ արմատական ռեֆորմների պատմական ժամանակաշրջանը։ Այստեղ շատ մեծ է այս ուրեմն գործող իշխանության օրենքը պաշտպանելու, դեմոկրատիան պաշտպանելու այդ կարգ ու կանոն եւ ռուսական սեգմենտին տապալելու հարցը։ Եթե մնացինք ռուսական սեգմենտի իշխանության տակ, Հյուսիսային Կորեան են ասում, դա սխալ բան է։ Հյուսիսային Կորեա չի լինելու հաստ։ Ինչու՞։ Հյուսիսային Կորեան ունի ռեսուրս, ածուխ, միջուկ, Հայաստանը ոչինչ չունի, Հայաստան չի լինի։ Եթե դա եղավ, Հայաստան չի լինելու։ Այն բոլորը այդ բանը ունի ժողովուրդ, քանի կարծեմ 30 թե 60 լավ չեմ հիշում։ Ժողովուրդ, որը հեղափոխությունից հետո չի տեսել դեմոկրատիա, որը պատրաստ է այդ բաներին, բայց նյութական ռեսուրս ունի, ծով ունեն, օվկիանոս ունեն։ Ուրեմն հայաստաններից թանեք Հայաստան նույնիսկ Հյուսիսային Կորեա չի կարող լինել։ Հայաստանի զարգացման միակ ճանապարհը ժողովրդավարությունն է, բայց ոչ այս տեսքով։ Հասկանում եք, որը հազիվ մենք իրեն ենք պաշտպանում, ինքը մեզ պետք է ծառայի, ձեզ։ Եվ երկրորդը այդ տեխնոլոգիաներ եւ այլն, ընդ որում որտեղ հանքարդյունաբերությունը գլխավոր պետք է լինի։ Գլխավորներից մեկը Հայաստանի, տեսեք, հանքերը ոչնչացնում են, երկիրը բնաբաց ինչ եկամուտ են ստանում, ինձ համար հասկանալի չի, ում է հասկանալի։ Այդ հանքեր եւ այլն, այսինքն նման բաներ կան եւ 4-րդ հեղափոխություն բանը, դա աշխարհում արդեն գնում է գործընթացը, բարձր տեխնոլոգիաներ եւ այլն։ Եվ ես ասեմ, որ դա բանը քրիստոնյա ժողովրդավարական գուսակցական ցուցակում 4-5 ֆիզիկայի նախ տեխնոլոգի ունեմ այդպեսի մասնագետներ։ Այո, ներառված են եւ Facebook-յան իմիջում տպագրել եմ, թող մարդիկ իրենց կարծիքն ասեն այդ մարդկանց մասին, որոնք համաշխարհային գիտության առաջատարներ են։ Հիմա Գևորգյան Սամվելը եզակի տեխնոլոգիական բան ունի։ Այս առաջին 13-ին գնում են Ամերիկա փորձարկումներ անեն։ Այսինքն այսպես է, դրա իսկ մնացածը այդ բոլորը պետք է մենք ընդունենք, որ ինչ որ այդ 3 նախագահների տարիներին եղել է, չի եղել ի նպաստ Հայաստանի։ Եղել է օլիգարխիայի, որը գիտեք ովքեր են ինչ են, եւ եղել է Ռուսաստանի շահերը սպասարկելուն։ Մենք հեղաշրջում պիտի անենք, այդ բոլորը վերադարձենք 4-րդ հանրապետությունների դուրն է թագում։ Կանենք դժվարանում եմ ասել, եթե դա պիտի լինի քրիստոնեական ժողովրդավարության երկիր, ինչու, որտեղ քրիստոնեությունը պետական գրոն եւ որ կա, ոչ այստեղ ին բարակայով, դա մեր փափուկ ուժն է, ահռելի ուժ է, հարստություն, ավելին է, քան նավթը։ Կանենք թե պետք է ես բան խաղանք, էլի ես ինչ է, Ռուսաստան, հա, Սիկտերկար եւ այլն, այս բաները դե խաղանք թե չէ։ Ընդ որում Ռուսաստանն ինքը կամավոր մեռնում է, մեզ չեք։ Ուզում եմ ասել, այս հարցերը պետք է լուծվեն։ Դուրս գանք կարճատև գովազդային դադարի, պարոն Շիրինյան, եւ հասկանանք, թե ինչ է տեղի ունենում մեր հարևան պետության շուրջ, այնպես որ այդտեղի զարգացումներն պետք է աչալուր լինենք։ Հարգելի հայրենակիցներ, քիչ անց կվերադառնանք տաղավար եւ կշարունակենք մեր զրույցը, հետեւեք խնդրեմ։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևանի եւ Զովունիի սահմանին գտնվող Ալպիական թաղամասում սկսվել է 2, 3 եւ 4 սենյականոց բնակարանների նախնական ամրագրում։ Առաջարկում ենք նաեւ թաունհաուսներ արդեն պատրաստ եւ կառուցվող։ Բնակարանների արժեքները սկսվում են 50,000 ԱՄՆ դոլարից մինչեւ 140,000 ԱՄՆ դոլար, իսկ թաունհաուսներինը 160,000 ԱՄՆ դոլարից 170,000 ԱՄՆ դոլար։
Մանրամասների համար այցելեք մեր պաշտոնական կայք alpiakan.am կամ զանգահարեք +374 44 201 066։ Ամրագրում կարող եք կատարել մինչև ապրիլի 30-ը։ Ալպիական թաղամաս, ձեր նոր տունը հայրենիքում։ Երևանն եք ուղարկում։ Օթանավով։ Երևանն են ուղարկում։ Ստեղ ուղարկում են, Երևանում ստանում են $1.99 Սենսացիա։ Այ սենսացիան է սա։ Ծրիա։ Իսկ ավտոմեքենաները կարող եք ուղարկել անհավատալի ցածր արժեքներով։ Նավով վճարում եք 1 արկղի համար, 2 արկղել անվճար։ Ասեք, Աշոտ դա ուղարկել։ Ազգային տեխնիկային թատրոնում կկայանա հեղինակային երգի բարեգործական երեկո։ Այս անգամ երգանները հավաքվել են ի աջակցություն Հուսո տուն բարեգործական կենտրոն հիմնադրամի։ Ամերիկի ընթացքում դուք կարող եք ունկնդրել Ռուբեն Հախվերդյանի, Երևանի ոսկյաշուն, Էդուարդ Զորիկյանի, Մուրացկանին, Ֆանականին, Ճգնավորին միանձնոհուն, Արմինե Հայրապետյանի, Հայկ Պետրոսյանի, Գագիկ Շիբոյանի, Արեգ Նազարյանի և Վախթանգ Հարությունյանի կատարումները Ժամանակին արեգակից չերակի լույս փոքրիկ վառը և ձեր մասնակցությամբ մաս կազմել այս կարևոր գործի։ Միասին կարող ենք անել ավելին։ Տոմսերը կարող եք ձեռք բերել Fast Ticket կայքից։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ Արարատ ռեստորան, ընտանեկան և ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ և մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում, պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Հարգելի հայրենակիցներ, Նոյան տապանը կրկին եթերում է։ Պարոն Շիրինյան, շատ կարճ ձեր տեսակետը։ Միացյալ Նահանգներում ամենուրեք, որ թագավորներին կարգախոսով ցույցեր են Թրամփի եւ Իրանում պատերազմի դեմ։ Ինչի կտանի այս ամենը։ Իսրայելում էլ են ցույցեր անում արդեն մարդիկ։ Մի խոսքով աշխարհը կարծես թե ոտքի է կանգնել եւ այս պատերազմը փորձում է չհանդուրժել։ Ուրեմն պատերազմը չհանդուրժելը դժվարանում եմ ասել, որովհետեւ ինչքան ես եմ հասկանում, պատերազմը ծրագրավորված գնում է։ Ես չգիտեմ, ամերիկացիները ունեն նպատակ ռեժիմը փոխելու թե չէ, այսինքն հրահրելու են դա, թե բավարարվելու են ինչ-որ չափով, բայց որ համակարգված անում են, բարձ է։
այդ որ Թրամփը եւ այլն խոսում են, դա տակտիկական նկատառում է, մի օր մի բան է հայտարարում է։ Երկրորդը Իրանն էլ սպառվում է։ Շկան բարձր։ Հիմա այնտեղ կգամ մի կետի կկանգնի եւ ես ասեմ, որ ինձ շատ ուրախացրեց, որ Արաքչին արտգործնախարարը Հայաստանից շնորհակալություն է հայտնել, ես այդպես էլ գիտեի, բայց ամերիկացիներ բողոքավոր չեն։ Այս բալանսի քաղաքականության արդյունքն է, այդ 100%։ Հիմա այնտեղ ուրիշ բան կա, որ իհարկե Թրամփը փորձում է թագավորական իշխանություն եւ այլն, այսինքն ավելի ավտոկրատ դարձնել ամերիկյան իշխանությունը, քան ամերիկացին սովոր է։ Եվ դեմոկրատիան ակնհայտ է, որ խոր արմատներ ունի եւ ոչ մի դրամ չի կարող խեղդել։ Բալանսը խախտվել է, ցույցերը սկսվել են, էսը իրար հետ կնստեն, կամ կկարգավորեն, կամ էլ դեմոկրատները կհաղթեն հաջորդում եւ այսպես։ Այսինքն սա այն մեխանիզմն է, որ ամերիկյան պետության հարատևությունն ապահովում է, մնացած որով խնդիր չկա։ Իրենց կարծիքով չափն անցել է, կարգավորում են։ Այս երկրներում այդ ցույցեր եւ այլն պետության աշխատանքի կարգավորման մեխանիզմի մաս են։ Բողոքի ակցիաներն կարգավորեն, չանեն ընտրություններ դիմացնեն, աշնանը կպարզվեն 2 տարվա հետ ընտրություններում, եթե չէ նախագահանում, հետևաբար կտանեն, բայց լավ կլինի, որ հանրապետականները մնան, մեզ համար շատ հարմար։ Մեզ այսպես հարմար է։ Շահավետ է, մեծ շամար շահավետ է։ Նայեցեք Մարիա Զախարովայի դեմքը տեսնում եք, այստեղ Ղարաբաղյան կլանից դեմքները տեսնում եք, որոշում եք Թրամփը մեզ ձեռնտու է, թե չէ։ Թրամփը մեզ ձեռնտու։ Շնորհակալություն եմ հայտնում, պարոն Շիրինյան, մեր ժամանակը ավարտվեց։ Հարգելի հայրենակիցներ, այսօր այսքանով ավարտում ենք, հետևեք զարգացումներին, մնացեք խաղաղությամբ։ Իհարկե ձեռնտու է։ Իրան